Մենք ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմաններով, ինչ պայմաններով Իրանի Իսլամական Հանրապետությունով են անցնում, նույն պայմաններով ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով, որպեսզի ի ցույց դնենք, թե այն ընկալումը, որ մեր առաջարկած պայմանները Ադրբեջանին կարող են ընդունելի չլինել, իրականությանը չեն համապատասխանում։ Եթե նույն պայման ընդունելի է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնելու համար, ինչու պետք է ընդունելի չլինի Հայաստանի այդ հարցում դառնում նաև իրենց ձեռքին խաղակարդ ոչ մի խաղակարդ ինչքան դա խաղակարդ է այդտեղ որևէ այլ մեկնաբանության տեղ չկա նոյեմբերի 9-ի եռակոմ հայտարարության 9-րդ կետում չկա մի բան որից ենթադրվում է որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ինքնիշխանությունը իրավազորությունը պիտի որևէ ձևով նսեմացվի այնտեղ չկա մի բան որ երրորդ ուժ պետքա մեր երկրի տարածքում ներկայություն ունենա եւ ներողություն կասեմ հեսա եւ այնտեղ հստակ փոխադարձության սկզբունքը արձանագրված այս առաջինը վերահսկողությունը ըստ էության ինչի վերահսկողությունը հասկանաք շատ կարեւոր է այդ հարցի պատասխանը ստանալ եւ որտեղ վերահսկողությունը մենք այդ հարցին տվել ենք պատասխան եւ ասել ենք որ դա կարող է լինել եւ մեր ընկալմամբ դա կարող է լինել մոնիտորինգի գործառույթ որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ չգիտեմ արբանյակային կապի միջոցով արբանյակային գործիքների միջոցով ել չեմ ասում ամենակարևորը նոյեմբերի 9-ի եռակոմ հայտարարությունը միայն 9-րդ կետ չունի որևէ տեղ որևէ բան գրած չի որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը որևէ կերպ կարող է նսել, չկա այդպիսի բան, դա բացառված է, ովքեր ասում են, որ Հայաստանը նման պարտավորություն է ստացվել, ճիշտ չեն ասում ուղղակի։ Ես վերահսկողության այդ գործառույթի մասին եմ հարցնում, մեկնաբանում եք դուք մի ձև, Ադրբեջանը Ես չեմ մեկնաբանում մի ձև, ես ասում եմ Հայաստանի ինքնիշխանությունը իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ կասկածի ենթակա չի եւ չի կարող լինել։ Սահմանազատման գործընթացից ինչ նորություն կա։ Գիտեք, մենք դրա հետ կապված շարունակության տրամաբանության հետ կապված նույնպես մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին եւ սպասում ենք նրանց արձագանքին։ Եթե նոր սահմանադրություն ունենանք, անկախության հռչակագրում հղումը նախաբանին կպահպանվի կամ պետք է պահպանվի ըստ ձեզ թե ոչ։ Գիտեք, ես 2000 եթե թիվը խառնեմ, խնդրում եմ կներեք, դուք կստուգեք 2022 կամ 23 կամ նույնիսկ 24 թվականի անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձում ես ասել եմ որ իմ կարծիքն այն է որ ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով ես ասել եմ որ իմ կարծիքով այդ տեքստը նրա մասին է որ Հայաստանի անկախ հանրապետություն պետականություն չի կարող լինել դա անհնար է եթե ես սա ասում եմ հետեւաբար ես չեմ կարող ասել որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրին ընդհակառակը ես կարող եմ ասել որ իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց ելի ուզում եմ ասել, որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե փաստարկներ կողմ եւ դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են, քաղաքական առաջնորդները։ Դիրքորոշումն է, որ այդ Այո, դա իմ քաղաքական դիրքորոշումն է։ Հիմնական խնդիրը, որ ես տեսնում եմ, հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության իրավակարգի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև օրգանական կապի խզում ունենք մենք եւ ես դա տեսնում եմ ամեն օր եւ ես դա տեսնում եմ իմ ամենօրյա աշխատանքում եւ ես դա տեսնում եմ մեր ընկալումներում եւ ես շատ մտածել եմ այդ մասին թե ինչն է դրա պատճառը իսկ իմ կարծիքով պատճառն այն է որ իրավակարգը որը բխում է սահմանադրությունից կտրված է ժողովրդից մի պարզ պատճառով սահմանադրական բոլոր հանրաքվենները հանրային համոզվածության համաձայն ժողովրդի
անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել։ Այլ կերպ ասած, հանրաքվեների արդյունքները մանիպուլացվել են կամ կեղծվել են։ Ես ինքս էլ որպես լրագրող լուսաբանել եմ բոլոր այդ հանրաքվեները